Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ 2024 թվականի երկրորդ կեսին մարզերում եւ Երևանում իմ այցելությունների արդյունքում ձևավորված լարվածության մասին, որովհետեւ մենք գիտենք, որ տարբեր ծրագրեր ունենք աջակցության եւ երբ որ մարզերում շրջում ենք, անձեն աչքով նկատելի է, որ մարդիկ անդադ ինչ-որ շինարարություններ են գնում, ինչ-որ բան են կառուցում եւ իմ արձանագրումը այն էր, որ երբ որ ես սկսեցի հետաքրքրվել, տեսա, որ այդ ներդրումների մի շատ էական մասը մարզերում վերաբերվում է զբոսաշրջության ոլորտին։ Եվ երբ որ մենք սա արձանագրեցինք, իրականում շատ մեծ լարվածություն առաջացավ, ինչու՞։ Որովհետև այդ մարդիկ ֆինանսական միջոցներ են ներգրավել, ներդրումներ են անում զբոսաշրջության ոլորտում եւ հարցեր, իսկ արդյոք Հայաստանում լինելու է այնքան զբոսաշրջիկ, որ այդ բոլոր ներդրումային ծրագրերը ինչ որ ձևով արդարացվեն եւ շատ ուրախ եմ արձանագրել, որ տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք ինչպես տեսակ իրենք զբոսաշրջային թվերի վրա ունեցան էական ազդեցություն։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հարցի վրա։ Մենք ունեցել ենք երբևէ ռեկորդային տարի՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։ Ինչ բացատրություն ունի այս ամենը։ Նախ ուզում եմ մի քանի գործոն նշել այս թվերի եւ պոտենցիալի մեծացման առումով զբոսաշրջության ոլորտում։ Առաջինը, մենք այս զարգացումներին կարողանում ենք հասնել այն բանի պատճառով, որ այդ թվում չենք վախենում սխալվել եւ չենք վախենում սխալներից եւ չենք դադարում նաեւ մեր հնարավոր սխալները առավելության վերածել։ Դուք հիշում եք շատ հայտնի եւ սկանդալ հարուցած պատմությունը կապված Snoop Dogg-ի երևանյան համերգի հետ, որը իհարկե հրավիրվեց որոշակի պայմաններում եւ չեղարկվեց որոշակի պայմաններում եւ բանը հասավ այնտեղ, որ դա ինչ որ մի ժամանակ նույնիսկ մեր հարգարժան ընդդիմության համար հիմնական խոսույթի թեմաներ, թե ինչպես Snoop Dogg-ի համերգ ասելով արդեն կարելի էր հասկանալ մեծ քաղաքական սկանդալ։ Բայց իհարկե հանգամանքները հիշում եք ինչ տեղի ունեցավ, բայց ինչ տեղի ունեցավ արդյունքում։ Մենք հետևականորեն աշխատեցինք այդ թեմայի վրա եւ ըստ էության այս տարվա ամռանը այդ սկսած գործով, սկսած եւ ձախողված գործը ավարտվեց, թերևս սխալված չեմ լինի ասել, երրորդ հանրապետության պատմության մեջ շոու բիզնեսի ոլորտի ամենամեծ կոմերցիոն, առնվազն կոմերցիոն իմաստով ամենամեծ իրադարձությամբ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանի հանրապետական մարզադաշտում, որը զբոսաշրջային թվերի վրա ունեցավ շատ էական նշանակություն։ Հաջորդը ավիացիոն ոլորտի մեր խնդիրները, որը մենք այս ընթացքում ունեցել ենք, բայց նաև այս դեպքում էլ մենք չենք դադարել խնդիրներին առերեսվել, խնդիրների հետևից գնալ, փորձեր անել, այդ թվում սխալվել, այդ թվում ձախողվել, բայց արդյունքում մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի ավիացիոն շուկան գնալով ավելի ու ավելի գրավիչ է դառնում թե տեղական, թե օտարերկրյա ընկերությունների համար, եւ մենք հիմա գործնականում ամեն ամիս լսում ենք հայտարարություններ տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից դեպի Երևան եւ Երևանից թռիչքներ իրականացնելու մասին եւ սա նույնպես շատ էական է։ Հաջորդը, երբ որ ես մտածում եի, թե այնուամենայնիվ էլ ինչ գործոններ կան, որ ազդել են զբոսաշրջության հոսքերի ավելացման վրա, ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ իմիջիալոց զբոսաշրջիկը որոշում կայացնելիս ինքը կես ժամում որոշում չի կայացնում, որոշում կայացնելու համար իրան պետքա որոշակի ժամանակ։ Այդ որոշակի ժամանակը իմ կարծիքով արտահայտվել է նաև հետևյալ կերպ, երբ որ մարտի վերջին Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին, արդեն մայիսին զբոսաշրջության թվերի վրա դա արտահայտվեց։ Եվ բնականաբար օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովը իր հերթին լրացուցիչ խթան դարձավ եւ
արդեն օգոստոսից հետո զբոսաշրջային հոսքերի վրա արտահայտվեց եւ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա, որ էլի այո սխալվելու եւ ձախողումների ճանապարհով մենք հանրային մեծ միջոցառումներ, բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն ենք ձեռք բերել։ Էդ էլ պարզ բառ չէ, որովհետև այս ընթացքում մենք եղել են դեպքեր, երբ որ փորձել ենք պատշաճ որակի լավ միջոցառումներ կազմակերպել եւ միշտ չի, որ դա ստացվել է, բայց հիմա ես արձանագրում եմ, որ մենք մասշտաբային հանրային միջոցառումներ բարձրորակ կազմակերպելու հնարավորություն ունենք եւ ես համոզված եմ, որ այդ միջոցառումների մասին հոլովակները, ռիլերը, որոնք հիմա շատ լայն տարածում են գտնում Հայաստանի որպես զբոսաշրջային ուղղություն դերը եւ գրավչությունը էականորեն մեծացնում են եւ սրանք գործոններ են, որոնց մասին մենք անպայման պետք է խոսենք։ Զբոսաշրջության ռազմավարությունը քննարկված է եւ քննարկել ենք աշխատանքային տարբեր ձևաչափերով եւ ես կարծում եմ, որ այո դա նույնպես ուղենշային մի փաստաթուղթ է, որով մենք պետք է առաջնորդենք եւ իհարկե այդ փաստաթուղթը փոխկապակցված է մնացած մեր ուղղությունների հետ, որի մասին մենք խոսեցինք։